Հունիսի 29-ը տարվա այն եզակի օրն է, երբ փոքրիկ Մարտուն Բադալյանը պապի ավագ Մարտուն Բադալյանի հիշատակը հարգելու Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր է գալիս հարազատներից բացի քաղաքային իշխանության, տարբեր վարչությունների ու բաժնի պետերի ուղեկցությամբ։ Հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Այո, միայն այսօրով էս էլ կարելի ասել հարկադրաբար։ Բոլոր տոն եւ հիշատակի օրերն էլ ինչ որ սահմանված են ինչ-որ մի օրվա համար, բայց դա ամենևին չի նշանակում, որ միայն այդ օրը մենք պիտի փորձենք մեր ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքների վրա։ Հարկադրական ասա էլ, այսքան ժողովուրդ, որ այստեղ են բոլոր հարկադրական են, ոչ մեկը կամավոր չի գալիս ու չեն հիշում։ Մարտուն Բադալյանի գումարտակը սկսած 1990 թվականից մասնակցել է բազում թեժ մարտերի, Ղազանչիից մինչև Խորադիս։ 1994-ի հունվարի 7-ին ընկնելով շրջափակման մեջ առ այսօր անհայտ է նրա ու 21 զինակիցների ճակատագիրը։ Կարմիր խաչն էլ է միշտ հետաքրքրվում միշտ, բայց ճիշտ ասած դեռ մինչև օրս ոչ մի արդյունք չկա անհայտ կորածների։ Նախ ժամանակն է շատ մեծ անցել, հաշվեք մոտ 23-22 տարի անցել է, քիչ չէ էլ այդ ժամանակահատվածը, բայց տեղեկություն չկա։ Տիկին Սիլվան 2 տասնամյակից ավել ապրում է չմարող հույսով, աչքը ճամփին, ականջը ձայնի։ Մարդիկ գալիս են նույնիսկ 30-40 տարի հետո պատերազմներից։ Դա աստված որ եթե իրանց չգտնեք, գոնե այդ 22-ից մեկը գա, Պարտադիչի Բադալյան Մարտուն լինի դա։ Դες իմ համար ամենահարազատն է, չէ, բայց ուզում եմ մեկը, այդ երեխաներից գոնե մեկը գա իր ընտանիք։ Այս ընտանիքների միակ մխիթարանքը ազատ հայրենիքն է ու շրջապատի կողմից հիշվելն ու համապատասխան վերաբերմունքի արժանանալը։ Իհարկե, ոչ տարին մեկ անգամ։ Անհայտ կորածների ընտանիքները միշտ էլ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են մեր համագործակցությունը այդ կազմակերպության, ազատամարտ կոմիտեի եւ առասարակ ընտանիքի անդամների հետ նրանց մեր կապերը մշտապես են եւ մենք փորձում ենք հնարավորինս աջակից լինել նրանց։ Անհայտ կորածները բոլորն էլ հավասարացված են զոհված ազատամարտիկների հետ, նաեւ ասեմ, որ մեր ցուցակներում էլ նույն ձևով, ասենք, բոլորը հավասարեցված են եւ ինչ վերաբերում է զոհված ընտանիքին, նույնը վերաբերում է անհայտ կորածի ընտանիքին։ Անուշադրության մատնված լինելը ամենևին չի խանգարել տիկին Սիլվային 2 որդիներին հոր օրինակով դաստիարակելու։ Հայրենիքի վտանգի պահին հոր փոխարեն այս անգամ արդեն որդին էր կանգնած հայրենիքի սահմանին։ Ապրիլի 3-ին իմ փոքր տղան ինձնից գախնի մեքենայով հասել է Թալիշ։ Կապանի քաղաքապետարանի կազմակերպված հիշատակի միջոցառումը մեկնարկեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում պատարագի մատուցմամբ։ Բաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո ներկաները մասնակցեցին նաև հուշ ցերեկույթին։ Հայրենիքի համար նահատակվածներին մեծարելն ու նրանց ընտանիքներին ուշադրության կենտրոնում պահելը ոչ միայն պետության կամ իշխանության պարտքն է, այլև յուրաքանչյուրիս, հարևանից, ծանոթից մինչև անծանոթ, հենց նրանց զավակներն են առաջինը վաստակել հայրենիքում ապրելու ու հայրենիքի տերը զգալու պատիվը։ Գոյանե Բալայան, Լիլիա Ղազարյան, Սյունիք Օնլայն։